Նրանք ասում են, թե Հայաստանը խոչընդոտում է խաղաղությանը կամ որ առաքելական եկեղեցին է խոչընդոտում։ Դա նշանակում է, որ նրանք չեն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, մինչև որ առաքելական եկեղեցին քաղաքականապես անկարող չդառնա բարձրացնելու Արցախի հիմնահարցը։ Նրանք դա անվանում են ռևանշիզմ։ Այսպիսով սա է Ադրբեջանի պահանջը։ Մենք տեսնում ենք, որ վարչապետը կատարում է այդ պահանջը։ Հավանաբար նա իր սեփական պատճառներն ունի դրա համար։ Կարելի է հարցնել նրան, թե ինչու, բայց արևմտյան տերությունների լռությունից զգացվում է, որ առնվազն լուր համաձայնություն կա այդ ամենին։ Ալիևն ասում է, որ ուժն է որոշում ապագան, նա շատ հստակ է խոսում այդ մասին, ես կարդացել եմ դա։ Նա ասում է, թե բազմակողմ միջազգային ինստիտուտների եւ համաձայնագրերի ժամանակներն անցել են եւ այլն։ Ուժն է կարևոր, եւ այդ պատճառով նա ուժի կողմից է։ Նա հաղթել է, Ադրբեջանը հաղթել է Հայաստանին եւ այդ դիրքում է թելադրելու կապիտուլյացիայի պայմանագրի պայմանները։ Ահա թե որն է քննարկման առարկան։ Նա դեռ չի ստորագրել այն, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կատարել նրա բոլոր պայմանները, եւ մենք չգիտենք, թե որոնք են բոլոր այդ պայմանները։ Դրանցից մի քանիսը նա հրապարակել է, օրինակ, սահմանադրությունը պետք է փոխվի, հայ առաքելական եկեղեցին եւ այլ ուժեր, որոնք կարող են դիմադրել, պետք է քաղաքականապես մեկուսացվեն եւ զրկվեն որևէ դիմադրություն ցույց տալու հնարավորությունից կամ կարողությունից։ Այսպիսով ուժն է որոշում ամեն ինչ եւ ինչ որ մեկը կարող է ասել, որ դա այդպես չէ,